Բարի օր, սիրելի հետևորդներ ջան, մեղուներիս գործը ավարտեցի և կեսօրն եմ մոտենում, երկինքը մռայլվեց, ոնց որ թե անձրևի նշաններ կա։ Այստեղ ինչքան ժամանակա կանգնել եմ և մտքերով եմ։ Առավոտ շուտ, որ մեղուներիս գործը արեցի, որ շատ կարևոր էր, և արդեն շատ մի կարևոր տեղ պետք է գնամ, որի համար թեպետև ինձ դժվար է արտահայտվել, բայց հարկ եմ համարում ձեր հետ կիսվել։ Հարևանիս տանը տխրություն կա, իմ հարևանուհին է մահացել, ցավոք սրտի, և անպայման պիտի գնամ ցավակցելու։ Մի հատ ուժերս հավաքեմ, փոխվեց եղանակը, մռայլվեց, մենակ անձրև չկա, քանի որ մարդիկ արդեն հավաքվում են, գյուղի մարդիկ իմացել են կգան, կցավակցեն բոլորն էլ, հեռուներից կգան, մեր հարգարժան բժշկուհուն հրաժեշտ տալու։ Ուժերս հավաքելու համար ես ուզում եմ մի հատ կոֆե եփել, այսքան ժամանակ, որ մեղուների վրա գործ էի անում, տեժ արև էր, ու հիմա մռայլվում է եղանակը, որից հետո կգնամ ես էլ ցավակցելու, քանի որ հատկապես իմ շեմքի հարևաններն են, և չեմ կարող անտարբեր լինել։ Մինչև կոֆեն կեփի, մի քիչ զրուցեմ, սիրելի հետևորդներ ջան, և ասեմ, թե ինչի համար եմ ասում ուժերս հավաքեմ ու նոր գնամ, քանի որ ծնողներիս մահից հետո նման տեղեր չեմ գնացել, ոչ մի տեղ չեմ գնացել, կապ չունի, ով է, հեռու է, մոտիկ է, չեմ գնացել, քանի որ ինձ համար դա շատ ծանր էր լինում, և իմ ճանաչողները շատ լավ գիտեն, որ իսկապես ես նման տեղեր չեմ գնում, բայց հիմա մի այնպիսի պահ է, որ պիտի գնամ, բացի այն, որ շատ մոտ հարևաններ ենք, նաև որպես բժշկուհի իմ ընտանիքի համար, իմ երեխաների փոքր ժամանակ շատ ա օգնել շատ հարցերում, և ամեն բան մի կողմ եմ դնում, այն որոշումս, որ ծնողներիս մահից հետո ոչ մի տեղ չեմ գնալու, այդպես էի որոշել, և հիմա սիրտս քաշում է, որ գնամ և ցավակցեմ։ Սիրելի հետևորդներ ջան, կան կյանքում շատ նուրբ հարցեր, որ երբեմն կարևոր պահերին որոշումներ ենք կայացնում, հետո այդ որոշման մեջ երկար ժամանակ մնում ենք, հետո տարիների հետ, տարիքը մեծանալու հետ, կարծես թե իմաստուն ենք դառնում և շատ բան է փոխվում, թե մեր կյանքում և թե մեր շփումների մեջ, մարդկային հարաբերությունների մեջ, և հիմա որոշեցի, որ գնալ, մոտենալ և կիսել իրենց ցավը։ Գիտեք, որ ես միշտ ձեզ եմ միացել ուրախ, ժպտալով, լավ տեսարաններով, լավ գործերով, բայց շատերդ լավ գիտեք, որ ուրախությունը և տխրությունը կողք կողքի քայլում են և բոլորիս համար անխուսափելի է։ Հիմա ուզում եմ, որ իմ սրտի խոսքը ձեր հետ կիսել այն մասին, թե ով է եղել իմ հարևանուհին, թե իմ համար և թե մեր գյուղի համար, շատ հարգարժան, շատ բարի, շատ հոգատար, շատ մարդկային որակներով լեցուն մի անձնավորություն, շատ համեստ, ինչքան լավ բաներ կա, որ կարելի է թվարկել, կարող եմ թվարկել, որոնք անհաշիվ են, սիրելի հետևորդներ ջան։ Որպես հարևաններ, մեր շփումը շատ լավ է, առ այսօր, երբ որ իմ տաթևս իր մեքենայով գալիս է,
գիտեք, որ մեր ճանապարհը խորթ ու բորթ է, եւ իմ տաթևից մեքենան էլ ոնց ասած քաղաքի մեքենա է, եւ իմ սիրելի հարևանները ինձ այդ հարցում ընդառաջ են եկել եւ նույնիսկ իրենց մեքենան, իրենց ավտոտնակից հանում են եւ իմ տաթևից մեքենան են տեղ տալիս, որպեսզի տեղավորվի իրենց ավտոտնակում, որին մենք շատերը սիրում ենք ասել գարաժում, անձրև լինի, կարկուտ լինի, շատ հարցերում, ոչ միայն դա, ուղղակի ես այդտեղից սկսեցի եւ այն տարիներից, երբ որ ես այստեղ հարս եմ եկել, երեխաներ եմ ունեցել, իմ կոֆեն արդեն եփեց, ծածկումն չեմ լցնում եւ սիրելի հետևորդներ ջան, խոսքս կիսատ է, ուզում եմ ավարտել, որպես մանկական բժշկուհի ոչ միայն իմ երեխաներին է բուժել, օգտակար եղել, հոգատարություն տվել, սեր ու ջերմություն տվել, այլ նաև մեր ամբողջ գյուղի, կողքի գյուղերի, մեր տարածաշրջանի մի ժամանակ Ալավերդի համայնքում էր աշխատում, հետո տեղափոխվեց մեր գյուղ, որպես մանկական բժշկուհի, շատերը լավ են ճանաչում եւ այս պահին իմ հետևորդների մեջ եթե կան, որ ճանաչում են հարգարժան բժշկուհուն, ապա կարող են հաստատել այն ամենը, որ նույնիսկ երբ որ մոտենալով իրեն, որ դիմում էինք որևէ հարցով, ասելով բժշկուհի, ապա համեստորեն ինքը նշում էր, որ անունով դիմենք իրեն, պատկերացնում եք, բայց դե իհարկե մենք էլ նման դեպքում ասում ենք, բա ոնց կլինի, ախր դուք շատ արժանի եք, որ մենք դիմենք ասելով բժշկուհի եւ ազգանունով, հայրանունով, ինչպես որ բժշկուհիներին են չէ դիմում, առանձնացնելով հասարակությունից մի տեսակ եւ դրանով ավելի մեր հարգանքը ցույց տալով, սակայն մեր սիրելի բժշկուհին թույլ չէր տալիս եւ համեստորեն ուզում էր, որ իրեն անունով դիմենք։ Շատ լիքը պատճառներ, շատ լիքը լավ բաներ, լավ հուշեր, սիրելի հետևորդներ ջան, միասին սուրճ ենք խմել, հյուր եմ գնացել, նստել եմ իրենց տանը։ Մի խոսքով, ինչպես կլինեն լավ հարևանները, հարեհաս, օգտակար միմյանց, ինչև սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա, որ որոշումս կայացրել եմ, որ պիտի գնամ ցավակցեմ, մի պահ հիմա իմ սուրճը կվերցնեմ եւ կգնամ իմ բալկոն, այնտեղ մի փոքր կնստեմ, մի փոքր հատվածից կտամ, թե մեր տները ինչքան մոտ են, եւ ես չէի կարող այդ ամենը անտեսել եւ ուղղակի նկարահանում անել, ինչպես որ միշտ իմ առօրյան ես ցույց եմ տալի իմ առօրյա գործերը, իմ աշխատանքները տրամադրելով ձեզ, ես ինձ թույլ չէի դա, որ անտեսեմ եւ չհարգեմ այդ ամենը, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ ամենը ի նկատի առնելով ուզեցի նաեւ կիսվել ձեր հետ իմ առօրյայի այս պահով, որ իմ առօրյայի մեջ եղավ, սիրելի հետևորդներ ջան, եւ պիտի անպայման գնամ եւ արդեն պատրաստվել եմ ու պիտի իջնեմ 2 րոպեի պահեմ, ինչեւ որ իմ տնից քիչնեմ իրենց տուն կհասնեմ, վաղը նույնպես նկարահանումներ չեմ կարող անել, քանի որ վաղ արդեն հրաժեշտ կտանք բոլորս էլ եւ մեր հուշերում շատ բարի կմնա ինքը, որպես բարի, համեստ, բժշկուհի, օգտակար ժողովրդին, ժողովրդական մարդ, մեծատառով կին, մայր, մեծատառով բժշկուհի, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում գիտեմ այս պահով միգուցե շատ շատերի կտխրեցնեմ, դուք էլ այս պահին կհիշեք տխուր պահեր, տխուր դեպքեր, կապված ձեր կյանքի հետ, ձեր հարազատների հետ, ինչև է, սա է մեր կյանքը եւ պիտի ընդունենք պատվով եւ չի կարելի անտեսել նման բաները, քանի որ սա այնպիսի բան է, որ
բոլորիս տանը կարող է լինել, բոլորիս հետ կարող է լինել, և որպես քրիստոնյա մարդ, որ բոլորս էլ սիրում ենք ասել, հեռու բոլորիցս, հեռու մեր տներից, բայց որը անխուսափելի է ի վերուստ Աստծո կողմից տրված է մարդկությանը։ Աստված իր ձեռքով շնորհել է մեզ կյանք, հողից կերտել է մարդ, և գալիս է ժամանակը, որ իր կերտածը հետ է վերցնում։ Շատ խորը փիլիսոփայական իմաստություն կա այս ամենի մեջ, սիրելի հետևորդներ ջան, և բոլորս էլ եկեք մի պահ զգոն լինենք նման հարցերում և հարգենք միմյանց վիշտը, լինենք հարևան, լինենք ծանոթ, թե հեռու, բոլորս էլ հարգենք բոլորի վիշտը։ Այստեղ գործեր ունեմ, այդքան շատ մայրապտուկներ, որ ողել էի, այստեղ ամանի մեջ եմ տեղավորել, ահա, կգնամ, կգամ, հետոնոր այս գործով կզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ սրանից տեղորայք պիտի պատրաստեմ, և չի կարելի կամ դեն նետել, կամ էլ հենց այսպես ուղղակի թողնել, որ փչանա։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա կոֆես կխմեմ, դեռ շատ մարդիկ չեն հավաքվել, և արդեն ծաղկե պսակները բերել և շարել են։ Իմ տանդուռը բացվում է, և իրենց տանդուռն է, դեմ առ դեմ, 100 տարվա հարևաններ։ Թեպետև այս պահ ինձ համար շատ դժվար է, նորից եմ ուզում ասել, բայց չկարողացա անտարբերացնել։ Շատ ժամանակ ես իմ կոֆեն այստեղ եմ խմում, շատերդ լավ գիտեք, բաղ չեն, մեզ բաժանողը ճանապարհն է և արդեն իրենց տունն է, որտեղ շատ եմ մտել ու դուրս եկել։ Քանի դեռ շատ մարդ չի հավաքվել, ուզում եմ գնալ ցավակցությունս հայտնել, զրուցել իմ հարևանների հետ, հետո արդեն վաղը հրաժեշտի օրն է, եղանակն էլ մռայլվել է, կարծես թե երկնքում նույնպես տխրություն է տիրել։ Նման դեպքերում, երբ որ մեր հարազատները էլ մեր հետ չեն լինում ու երկինքը այս տեսքն է ընդունում, մեզնից անկախ ասում ենք, որ երկինքը նույնպես տխրել է։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ասեցի, քանի դեռ շատ մարդ չի հավաքվել, կոֆես խմեմ, մի քիչ ուժերս հավաքեմ, հետո գնամ ցավակցությունս հայտնեմ։ Արդեն դուրս եմ եկել, որ գնամ ցավակցելու։ Ոնց որ թե արիվա բացվում, մի պահ կանգ եմ առնում, ցավոք սրտի այս տեսքով։ Երբ որ մոտ հարևան ենք լինում, ուզում ենք որ րոպե շուտ գնալ և կիսել իրենք ցավը։ Շատ մարդ դեռ չգիտի, դեռ չեն հավաքվել մարդիկ, բայց արդեն այսքան շատ ծաղկեպսակներ են ուղարկել երիտասարդ, որ դեռ պիտի վայելեր իր ընտանիքի սերն ու հարգանքը, իր թոռների ջերմությունը, և այս օրով, որ բուժաշխատողի օրն է, այս ձևով ստացավ իր ծաղիկները։ Լավ դե սիրելի հետևորդներ ջան, ես էլ գնամ արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն տուն եմ եկել, մոտ 2 ժամ կլինի, այնտեղ 1 ժամ եմ մնացել, հետո եկել եմ տունը, ինձնով եմ զբաղված,
Քանի որ ձեռքս է վնասվել, վայր չեմ ընկել, թարի եմ ենթարկվել։ Փառք Աստծո, հարվածը թեթև էր։ Ձեռքս չեմ ուզում շատ բարձրացնել, ցույց տալ այդ տեղը, քանի որ շատ մարդիկ նման բաներ տեսնելով միգուցե վատ կզգան։ Մի հատ վիրակապեմ։ Այս պարագայում ոնց որ թե առաջի շտապ օգնությունը ես եղա իմ համար։ Մի հատ կապեմ, հետո կասեմ, թե այդ ոնց պատահեց։ Միշտ ասում են, չէ, որ լինելու բանը լինում, հա։ Ու եղավ։ Ես ռեզինն էլ մի հատ փաթաթեմ, մի հատ ուշքս էս տեղադեր, սիրել հետևորդներ ջան, և մի հատ ուզում եմ ավելի ամուր լինի, քանի որ այդ բնտով չեմ կարող կապել և ռեզինով փորձեմ ամուր պահել, որ կարողանամ հանգիստ լինել ու այս թռչոցը, որ սարքել եմ, մնա վրան, ինչքան ժամանակ կա, որ ասում եմ ինձանով եմ զբաղված, սկզբում սառն եմ դրել, գիտեք, որ սառը ջուր շատ եմ սիրում և շշերով ջուր ունեմ սառեցրած, եկա տուն մի հատ հոսող ջրի տակ պահեցի, սառը ջրի տակ պահեցի, որից հետո այդ շշերը որպես սառույց դա դրեցի, քանի որ համ շատ ցավում էր, համ էլ գնալով սևանում ուռչում էր, ուզեցի այնպես անել, որ շատ չուռի ձեռքս, ոնց որ դեմը առնեմ և ցավազրկողը, ուժեղ ցավազրկող եմ խմել այս պահին և հույս ունեմ, որ ոսկորին չի վնասվել, ինչքան էլ որ կամքից ուժեղ ենք լինում, այս ամրացնող բաները վերցնեմ, մատներս աշխատում է, այս պահին հլավոր մատներս աշխատում է, նման դեպքերում միշտ ասում ենք դեդեր տաք է, հիմա հենց որ ես էլ ամրացնեմ, մի հատ սեղանին հենեմ, որ սեղանը պահելու հնարավորություն է տալիս այստեղ, բայց ոնց որ թե այդպես էլ չեղավ և փորձեմ այս ամրակները այսպես ատամով պահել, Առաջինը որ պահվի, արդեն երկրորդի համար հեշտ կլինեմ, սա միջապես այս ամրակները մտնում է այդ ռեզինի մեջ և արդեն պահեցի էլ հետևորդներ ջան, ահա այստեղ ռեզինը լավ ամուր պահեց արդեն, թռչոցը տնական արաղով թռչոց եմ արել, մեկը մեկի հարաբերությունով, ցավում է, շուտով ցավազրկողը իր ազդեցությունը կթողնի, ահա այսպես դասավորվեց իմ օրը և այս վիճակի մեջ ընկա, ընդհանրապես սիրելի հետևորդներ ջան, ոչ մեկս չենք կարող խուսափել լինելու բանից, բայց հիմա, որ արդեն ես ձեռքս վիրակապեցի, մի փոքր ուզում եմ ասել, թե ոնց պատահեց և ես ինձ ոնց դրսևորեցի, ինչքան էլ որ կամքից ուժեղ ենք լինում, ցավը հաղթահարում ենք, դրան զուգահեռ նաև կան պահեր, հատկապես այդպիսի պահեր, երբ որ ես իմ հարևանի տնից էի գալիս, տխրության պահեր, ցավակցելու էի գնացել ու տուն էի գալիս, արդեն մարդիկ կամաց իմանալով մեկը մեկին ասելով հավաքվում են և այդ պահին ես մենակ էի ճանապարհին, արդեն թեքվում էի ճանապարհից, որ արդեն մեր ճանապարհը մտնեմ, այդտեղ շրջադարձի տեղ կա, որ ընդհանուր ճանապարհից մի ուրիշ ճանապարհ թեքվում է դեպի վերևի բնակիչները ու այդտեղ բետոնե պատ կարված, որ վերևի ճանապարհը չփլվի դեպի ներքև, այդ պատնեշին հենվեցի, տեսնելով, որ մեքենա է գալիս ու հետ է գալի, այսինքն զատնի է գալիս ու թափով է գալիս, կանգնեցի, որ գա անցնի, նման դեպքերում ես լավ հասկացա, որ հետ է գնում, որ միանգամից վերևի ճանապարհը մտնի, դրա համար ես մի կողմ քաշվեցի ու կանգնեցի,
Պատկերացնում եք, իմ կանգնած տեղը մեքենան եկավ ու ինձ խփեց։ Մեխանիկորեն ձեռքս առաջ պարզեցի ու միշտ էլ աջ կողմնա, չէ, մարդու ավելի ակտիվ, ավելի սենց ռեակցիան ուժեղ է մարդու աջ կողմը, այդ ձեռքս սենց պարզեցի, որ ու սենց մի քիչ թեքն ընկա, որ ոտքերս չգիտեմ ինչ եղավ, ոնց որ թե ուզենամ պատը մտնեմ, արդեն իմ մեջքի հետևում այդ պատնեշներ, գնալու շարժվելու տեղ չկար, ու ձեռքս ինձ պահեց, հիմա էլ սեղանին եմ հենվել այստեղ, և սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ինձ ամուր պահել և ամուր էլ պահեցի, չուզեցի այդտեղ ձայնս գցել, ճչալ, մի կերպ եմ ինձ զսպել, որ չգոռամ և ինտրիգներ չառաջանան, անհարմար դրություններ չլինեն, այդ պահին, երբ որ արդեն կանգ առավ ու ես ոտքի վրա էի, բայց ամեն դեպքում վնասված, րոպե վայրկյանների ընթացքում կարողացա ինձ տիրապետել և միայն կամաց թեթև ասեցի, չես տեսնում, որ մարդ կա կանգնած, այդ ոնց ես արագ քշում, հատկապես այս նման օրով, որ գիտես մարդիկ գնում գալիս են, ինչև է սիրելի հետևորդներ ջան, այդտեղ այն մարդներ, որ տեսուճանաչ մարդ է, միշտ էլ հանդիպում ենք, մեր գյուղացի է, անուն չեմ ուզում տալ, պետք չէ, ես էլ նենց մարդ չեմ, որ գործ հարուցեմ իրա վրա, ուղղակի նրանից նեղվեցի, որ գոնե շնորհք չունեցավ, դուրս գա, հետո գոնե մի հատ հարցնի, տեսնի ոնց եմ զգում, միգուցե կարիք կա օգնելու, միգուցե կարող է ոտքի վրա եմ, բայց ձեռքս որ վնասվել է, պետք է, որ անմիջապես բժշկի օգնություն լինի, տեսակ ինչքան դժվար վիրակապեցի, հիմա էլ արդեն տանն եմ և միտք չունեմ գնալ բժշկի կամ տաքսի կանչել կամ բարեկամներիս, հարևաններիս կանչել, որ գանից տանեն հիվանդանոց, դրա կարիք չկա, սիրելի հետևորդներ ջան, ռելա, սևացելա, ջարդվելա, կարմրակապտավուն տեսք է ընդունել ձեռքիս հատվածը և քանի որ մատները շարժվում է, հույս ունեմ ոսկորը չի վնասվել, ինչև է սիրելի հետևորդներ ջան, ահա այսպես պատահեց ինձ հետ այսօր և այս վիճակի մեջ ընկա, ուզում եմ, որ բոլորդ էլ առողջ լինեք և զգույշ լինեք, սիրելի հետևորդներ ջան, հիմա, որ հենված եմ այստեղ իմ խոհանոցի սեղանին, ու դեռ ոտքերս դողում են, ինչքան էլ որ 1 ժամ անցել է, այդ 1 ժամվա ընթացքում, որ ես սառը ջրով փորձեցի այդ ցավը կորցնել, հետո ցավազրկողով, հետո վերջապես որոշեցի, որ պիտի վիրակապեմ ու ձեռքս վերև պահեմ, կարծում եմ այս արաղի թռչոցը ինձ կօգնի, այս պահին տանը ռևանոլ չունեի, ռևանոլի թռչոցը նույնպես կարող է լավ օգնել ուռածին, ջարդվածին և ուզում եմ գնալ արդեն հանգստանալ, սիրելի հետևորդներ ջան, այդպես, փառք Աստծո, ոտքի վրա եմ, լավ եղեք, առողջ եղեք և զգույշ եղեք։